Իհարկե դուք հիվանդ եք, և դուք տառապում եք հիվանդությունից, ձեր շուրջը մութ ոգի է, դա մահն է, և այն քաղցկեղի տեսքով է, և քաղցկեղը գտնվում է կրծքի վրա, և դուք տեսնում եմ, որ ձեզ հետազոտում է ուժեղ մարդ, և դուք ունեք ճողվածք, և այդ ճողվածքը գտնվում է աղիքներում, ինչպես նաև դուք ունեք խնդիր Ստամոքսի հետ, սրտի լուրջ հիվանդություն, որի պատճառով դուք ուշաթափվում եք, այստեղ մի քանի օր առաջ դուք նստած էիք կողքով մահճակալի եզրին և քիչ էր մնում կորցնեիք գիտակցությունը, երբ նայում էիք պատուհանից, այս ամենը ճշմարիտ է, քույրն ասում է հենց այդպես, այս ամենը ճշմարիտ է, դա էր, ամենը ճշմարիտ է, ինչ էլ որ եղավ, իհարկե ես արդեն ոչինչ չեմ հիշում, բայց ինչ եք կարծում, ով գիտի ձեր կյանքը, դա Հիսուս Քրիստոսն էր, համաձայն եք, որ դա այդպես է, քույրն ասում է այո, շնորհակալություն, դուք պատրաստ եք, դուք գիտեք, որ այստեղ ինչ-որ գերբնական բան կա, այո, և եթե հավատում եք, որ դա Տեր Հիսուսն է, ինչպես ես քարոզեցի խոսքից, և հավատում եք, որ դա Տեր Հիսուսն է, այո, հավատում եմ, ես գիտեմ, որ դա մութ ոգի է, ես տեսնում եմ, որ այն դեռ կախված է ձեր վրա, դա շատ լուրջ բան է, ի դեպ, ես տեսնում եմ, որ դուք ձեր անունը Եվա է, այո, իսկ ազգանունը Յորք, այո, և դուք ապրում եք այս քաղաքում, այո, դա այդպես է, և ձեր տան համարը 613-ն է 6-րդ փողոցում, այո, ճիշտ է, այո, դուք տուն կգնաք առողջացած, Հիսուս Քրիստոսի անունով թող նա գնա և առողջանա, Աստված օրհնի ձեզ, մի կասկածեք, պարզապես գնացեք զվարթ ու երջանիկ, փառք տվեք նրան։ Պարզապես հավատք ունեցեք, մի կասկածեք։ Խոսքում ասված է, գնա և այլևս մի մեղանչիր, որպեսզի ավելի վատ բան չպատահի քեզ հետ։ Մեղքը անհավատությունն է։ Մեղքը հարբեցողությունը, ծխելը կամ մոլախաղերը չեն, դրանք մեղքի պտուղներն են։ Դուք անում եք դա, որովհետև չեք հավատում։